Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ինձ պարտավորված եմ զգում դարձյալ խոսել Իրանի շուրջ ծավալվող պատերազմական իրավիճակի մասին։ Կարծում եմ մեր ժողովուրդն էլ պետք է ավելի լավ հասկանա ինչ է կատարվում, քանի որ այդ ամենը, կրկնում եմ, անմիջականորեն վերաբերում է նաև Հայաստանին եւ ամեն վարքյան կարող է հենց մեր վրա անդրադառնալ այս կամ այն շատ շոշափելի կերպով։ Արդեն իսկ Իրանից բավականին մեծ թվով մարդիկ են մտնում Հայաստան, դա առաջին անդրադարձն է։ Աստված տա, որ ավելի մեծ, ավելի ցավոտ կերպով մենք չզգանք այդ պատերազմի հետևանքները։ Բայց ինչ է կատարվում։ Տեղի է ունեցել պատմական իրադարձություն։ Միացյալ Նահանգները գիշերով 22 հունիսի անցած գիշեր հարվածել է Իրանի միջուկային մի քանի 3 հիմնականում օբյեկտներին։ Այդ օբյեկտները ըստ Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների ուրեմն ամբողջությամբ կամ մեծ մասամբ վնասված են, ըստ իրանական աղբյուրների դրանց լուրջ վնաս չի հասցվել, այլ մի քանի օր առաջ արդեն իսկ դրա վերաբերյալ կան նաև արբանյակային տեսանյութեր, հանվել են այն կարևոր նյութերը, հատկապես Ֆորդոյի գործարանից, որտեղ ուրան էր հարստացվում, դա սարի մեջ, ժայռի մեջ կառուցված մի գործարան է, գետնի տակ, որը նաև ամրացված է տարբեր տեսակ բետոնով եւ տարբեր տեսակ ուրիշ ամրություններով, ուրեմն այդ գործարանին են հարվածել 13.5 տոննա կշռող ռումբերով։ Առաջին անգամ են այդ ռումբերը կիրառվել, բայց արբանյակային լուսանկարներն էլ թույլ են տալիս ասել, որ թափանցում խորք տեղի չի ունեցել, գուցե թե մուտքերն են ծածկել այդ հարվածները, իսկ այն սենտրիֆուգաները, որտեղ ուրանը հարստացում էր, այդ սենտրիֆուգաները մինչ այդ արդեն իսկ տեղահանվել են։ Հիմա սա տեխնիկական մասն է, բայց սա հարվածել Իրանը, թե այդ հարվածը ինչ հետևանքներ կունենա Իրանի Միացյալ Նահանգների ամբողջ տարածաշրջանի վրա դեռ հայտնի չէ, որովհետև Իրանը պատասխանելու է։ Ինչպես է պատասխանելու, ինչ որոշում է այնտեղ ընդունված, կամ ինչ որոշում են պատրաստվում ընդունել Իրանի ղեկավար շրջանակները, շատ շուտով կիմանանք։ Ամենայն դեպս այդ որոշումներից մեկը մի քանի ժամ հետո պարզ դարձավ, էլ ավելի ուժգին հարվածել Իսրայելին, որին Իրանը համարում է Միացյալ Նահանգների առաջավոր բազան Մերձավոր Արևելքում եւ հենց այդ ուրեմն պետությանն էլ շարունակելու է հարվածել։ Այդ մի պատասխանը հասկանալի է։ Կհարվածի արդյոք Միացյալ Նահանգներին ուղղակիորեն, թե չի հարվածի, կտեսնենք։ Մյուս պատասխանը Հորմուզի նեղուցը փակելն է, որով անցնում է ծովային, նավթային առևտրի շուրջ 30%-ը, այսինքն մի ահռելի պաշար է անցնում նավերի, այդ տանկերների միջոցով, լցանավերի միջոցով եւ արդեն իսկ կարծես Իրանը անցել է այդ լցանավերի շրջափակման, այսինքն Հորմուզի նեղուցը փակելու գործողություններին, այս վերջին տեղեկությունների համաձայն հետ են վերադարձնում այդ նավերը, դա մեծ հարված կլինի ամբողջ համաշխարհային տնտեսությանը, նավթի գինը կտրուկ կբարձրանա, ըստ օրինակ Իրաքի արտգործնախարարի կարող է ընդհանուր հասնել $250-300, մինչդեռ այժմ դեռևս կարծեմ 70-80 դոլար է առավելագույնը 80 է։
Սա մյուս պատասխանի ձևն է, բայց բազմաթիվ այլ պատասխանների ձևեր ունի Իրանը, մեկը իր վերահսկողության տակ կամ իր դաշնակից ուժերին հրահանգելն է հարվածել ամերիկյան բազաներին, եթե ինքը անձամբ չհարվածեց, ապա Իրաքում գտնվող ռազմական այդ աշխարհազորային ուժերը, որոնք բավականին լավ զինված են, հուսիտները Եմենում կարող են իրենք այդ հարվածները ուրեմն ուղղել ամերիկյան բազաներին։ Այդ բազաները տեղակայված են Իրաքում, Բահրեյնում, ամենամեծը Քաթարում է, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Հորդանանում, Թուրքիայում, չեն բացառվում հարվածներ Ադրբեջանին, այդ մասին արդեն խոսում են այս վերջին 1-2 օրվա ընթացքում, քանի որ տեղեկություններ են ստացել, հենց իրանական ԶԼՄ-ներում են այդ տեղեկությունները արդեն իսկ բացահայտ ասում են այդ մասին, որ իսրայելյան կործանիչները իջնում են ադրբեջանական ավիաբազաներում, լիցքավորվում են կամ վերալիցքավորվում են, այնուհետև շարունակում են իրենց մարտական թռիչքները Իրանի տարածքի վրա։ Նաև տեղեկություններ կային դարձյալ հենց իրանական աղբյուրներից, որ Ադրբեջանի տարածքից բարձրանում են իսրայելյան ԱԹՍ-ները, ռազմական ԱԹՍ-ները եւ դարձյալ հարվածում են հատկապես հյուսիսային Իրանի, Թավրիզի շրջանում, Արդեբիլի շրջանում գտնվող ռազմական օբյեկտների։ Ահա այն մոտավոր պատասխանները, որ կարող է Իրանը ինքը, եթե չհասցրեց, ապա ուրեմն օգտագործի այդ իր դաշնակից ուժերին, իսկ եթե անձամբ ինքը հարվածի, ապա բավականին ուժգին հարված կարող է հասցնել եւ ամերիկյան նավատորմին։ Իրանը ունի շուրջ 25 սուզանավեր, չհաշված բազմաթիվ փոքր ռազմական նավեր կան, այն ռուսերեն որ կացեր են կոչվում, որոնց վրա տեղակայված են եւ հրթիռներ, եւ տորպեդոներ, բայց ավելի վտանգավոր կլինեն հենց այդ սուզանավերը, ճիշտ է, այդ սուզանավերից մի քանիսն են, որ մի քիչ ժամանակակից են, մի քանիսն էլ մինի սուզանավեր են, թե դրանց արդյունավետությունն ինչպիսին կարող է լինել, հայտնի չէ։ Եթե որոշեցին հարվածել ուրեմն ամերիկյան նավատորմին, իհարկե կարող են հարվածել եւ ավելի գուցե արդյունավետ կարող են հարվածել իրենց գերձայնային հրթիռներով, որ ունեն հենց այսպես կոչված ուրեմն ներզապնյա իրենց այդ պաշտպանական միջոցներով։ Այդ գերձայնային հրթիռները շատ վտանգավոր են եւ կարող են նույնիսկ 1, 2, 3 հարվածով խորտակել նույնիսկ ավիակիր, որի վրա կա 5000 նավաստիկ եւ այլ անձնակազմ, 90 հատ, 100 հատ ինքնաթիռ, ուղղաթիռներ եւ այլն։ Սա մեծ ցավոտ հարված կլինի Միացյալ Նահանգներին, բայց ես չեմ կարծում, թե հենց այս առաջիկա օրերին Իրանը անմիջապես հարվածի Միացյալ Նահանգներին։ Կարող է այդ հարվածը տեղի ունենալ, բայց տարբեր ուրեմն այլ միջոցներ փորձելուց հետո։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այդ հարվածները ամեն օր շարունակվում են։ Իսրայելում կյանքը ամբողջությամբ կանգ է առած, ոչինչ չի աշխատում, բոլորին հրամայված է գտնվել իրենց տներում, ապաստարաններին հնարավորին չափ մոտ, որովհետև օրվա մեջ առնվազն 2 անգամ իրանական հրթիռներն ու ԱԹՍ-ները հասնում են Իսրայել։ Հարվածները, որոնք այսօր առավոտյան հասցվեցին Իսրայելին, սարսափելի ուժ ունեին, մոտավորապես ըստ իսրայելյան տվյալների մոտ 25-30 հրթիռներից արձակված այդ համազարգը 10 հրթիռ հասել էր եւ խոցել էր թիրախները եւ դրանց հարվածներին եթե նայում եք, յուրաքանչյուր հրթիռ մոտավորապես մեկ թաղամաս է ոչնչացնում, 4, 5, 6 շենքեր, պարզապես փլուզվում են այդ շենքերը։ Այս տեմպերով շարունակելու դեպքում եւս 7-8 օր Թել Ավիվը եւ Հայֆան կարող են վերածվել պարզապես ավերակների։ Արդեն իսկ բավականին վնասներ կրել են, ընդ որում ոչ միայն բնակելի թաղամասեր, այլ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, ինստիտուտները, որոնց
ուրեմն ներսում եղած այն ամբողջ սարքավորումները, լաբորատորիաները եւ այլն, օրինակ Weizmann ինստիտուտը ամբողջությամբ ոչնչացվել է, Microsoft-ի շենքի մոտ հարված հասցվեց, ավիաբազաներին են խփել, Ben-Gurion օդանավակայանն են թիրախավորել, Հայֆայի ուրեմն Իսրայելում կա երկու մեծ նավթ արդյունաբերող ուրեմն նավթ մշակող գործարան, որոնցից մեկը Հայֆայում է, այդ գործարանն ամբողջությամբ ոչնչացվել է, նավահանգստին են հարվածել բազմաթիվ այնտեղ եղած նավեր, նավակներ նույնպես ոչնչացել են։ Այսինքն Իսրայելը թեև չեն ասում այսօրվա արևմտյան մամուլը քիչ է լուսաբանում Իսրայելին հասցված վնասը։ Իդեպ նաև ռուսական ԶԼՄ-ները դա քիչ են լուսաբանում, բայց Իսրայելին հասցված վնասը ահռելի է։ Արդեն 3 օրվա տեղեկություններով միայն ենթակառուցվածքների մասով շուրջ կես տրիլիոն վնասվածք կար, ես կարծում եմ գուցե ավելին։ Ինչ վերաբերում է նաև այն ծախսերը, որ Իսրայելը կատարում է արձակելով հակահրթիռները իրանական հրթիռների եւ ԱԹՍ-ների դեմ, դրանք էլ շատ մեծ ծախսեր են պահանջում եւ տարբեր տվյալներով երեկ էլ եմ ես իմ հարցազրույցում 3-4 օրը ասացի, որ մոտ օրական նստում է Իսրայելի վրա 200-ից մինչև 285 միլիոն դոլար, ուրեմն կան ծախսեր ռազմական, նաև այդ ինքնաթիռների թռիչքները, ինքնաթիռների անձնակազմն է, վառելիքն է, հրթիռներն են, այդ ամեն ինչով հանդերձ, այսինքն արդեն հասնում է շատ մեծ թվի այն գումարը, որը ծախսում է Իսրայելը եւ նրա դաշնակիցները։ Իհարկե Իսրայելը միայնակ չի կարող այդպիսի մեծ ծախսերի տակից դուրս գալ։ Ուրեմն եթե այս հյուծող պատերազմը, որը արդեն իսկ սկսվել է Իսրայելի եւ Իրանի միջեւ, շարունակվեց, ապա պարտվողը լինելու է առաջին հերթին Իսրայելը, որովհետեւ Իսրայելի տարածքը փոքր է, բնակչությունը խիտ է այնտեղ լցված եւ յուրաքանչյուր հարված տալիս է իր շատ ավելի մեծ արդյունքը։ Իրանի տարածքը Իսրայելի տարածքից 30 անգամ ավելի մեծ է մոտավորապես եւ որքան էլ Իրանին հարվածում են, բնակչության թիվն էլ քանի որ մեծ է, ունի ռազմավարական խորություն երկիրը, այսինքն այն ինչ չունի Իսրայելը, այս ամեն ինչի հաշվին Իրանը ավելի երկար կարող է դիմանալ։ Իրանը չունի սննդամթերքի խնդիր չի ունենալու, գուցե տնտեսությանը կհասցվեն մեծ, դեռ չեն հասցվել շատ, հիմա առավելապես հարվածները գնում են ռազմական օբյեկտներին, հոպի միջոցներին, բալիստիկ հրթիռներին, միջուկային այդ օբյեկտներին տարբեր, բայց եթե գործը հասնի արդեն տնտեսական օբյեկտներին հարվածելուն, իհարկե Իրանը շատ մեծ վնասներ կկրի, բայց միևնույն է, եկեք նայենք Աֆղանստանի վրա, այդքան հարվածեցին Աֆղանստանին, 2001 թվականից 20 տարի գիշեր-ցերեկ ռմբակոծեցին, ոչ մի տնտեսություն էլ չկար Աֆղանստանում, բայց վերջը Միացյալ Նահանգները ինքնաթիռից կախված փախնելով գնացին իրենց այդտեղ եղած խամաչիկներին հավաքելով եւ իրենք էլ հեռացան, այն ինչը այսօր լսում ենք Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարից, մյուսներից, թե մենք ահա այսպես կխփենք, ջարդենք, նաև պետքարտուղար Ռուբիոն էր դա ասում, մեր դեմ խաղ չկա այս ենթատեքստի մեջ, պարզապես սա անլուրջ է, եթե հիշում ենք պատմությունը, հիշում ենք Իրաքը, այդպես էլ Իրաքը չկարողացան ամբողջությամբ ճնշել այնտեղի ապստամբական ուժերին, հիշում ենք Աֆղանստանը, հեռացան Աֆղանստանից ամբողջությամբ, ուրեմն Իրանը, որը ավելի մեծ է, քան Աֆղանստանը, ավելի մեծ է, քան Իրաքը, շատ ավելի մեծ է, բնակչությունն ավելի մեծ է, տնտեսությունը կարող է դիմանալ, այսինքն սննդամթերքի հարցը, առաջին անհրաժեշտության միջոցների հարցը, ամենածայրահեղ պայմաններում մարդիկ կարող են լուծել։ Դրան գումարած ի տարբերություն օրինակ Աֆղանստանի, Իրանում կա կանոնավոր բանակ եւ փորձառու հրամանատարություն։
ի տարբերություն Աֆղանստանի, որտեղ գործում էին պարտիզանական ուժեր խոշոր հաշվով, իհարկե կային այլ պարտիզանական ուժերը արդեն իսկ միավորված էին բավականին խոշոր կազմավորումների մեջ, բայց դրանք բանակ չէին, դրանք չունեին ծանր հրետանի, դրանք չունեին տանկեր եւ այլն։ Կրկնեմ նաև, որ ցամաքային ներխուժում Իրան անհնար է։ Այդ մասին ոչ էլ խոսում են, ոչ էլ կարող են խոսել, այս ոչ Իսրայելը կարող է ներխուժել Իրան։ Եվ այնտեղ մի պահ երեք մի վերլուծաբան Atlantic Council-ից ասում էր, դա մի այսպես Միացյալ Նահանգներում շատ ազդեցիկ վերլուծաբանական կենտրոն է, շատ իսրայելամետ եւ աջակողմյան կենտրոն է, ասում էր, թե կարող են սպեցնազ ուղարկել, այսպես հատուկ մի ջոկատներ ուղարկել, մտնել այդ Ֆորդոն, այնտեղ տեղում ոչնչացնել, ինչպես դա արել են Սիրիայում եւ այլն, բայց դա պարզապես անհնար է, ծիծաղելի է, որովհետեւ այնտեղ կան բավականին լուրջ ուժեր, որոնք թույլ չեն տա դա անել։ Ժամանակին 79 թվականին Միացյալ Նահանգները փորձեց նմանատիպ մի հատուկ ռազմագործողությամբ ազատել իր պատանդ վերցված դիվանագետներին Թեհրանի դեսպանությունից, բայց ինքնատ այնտեղ ուղղաթիռները կործանվեցին, զոհեր եղան եւ նույնիսկ այդ ռազմագործողությունը այդպես կիսատ թողած անհաջող հեռացան։ Այս անգամ ել ավելի դժվար է լինելու այդ ամենը։ Մյուս հարցը, որ մնում է բաց, արդյոք կօգնեն Իրանին Ռուսաստանը եւ Չինաստանը եւ Պակիստանը նաեւ։ Երբ նայում ենք Ռուսաստանին, Ռուսաստանը երկու այսպես դուռ է իր համար բաց պահում։ Մեկ դուռն այն է, որ Պուտինն ասեց, թե մոտ 2 միլիոն ռուսախոս բնակչություն ունենք այնտեղ, մեր մոտից գնացած, դա գրեթե մեր ժողովուրդն է, մենք չենք կարող ուրեմն Իսրայելի դեմ բացահայտ գործողություններ անել կամ օգնել Իրանին, այսպես ակնարկեց, որ չենք կարող օգնել։ Մյուսը այսօր նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր պաշտոնյաներից մեկն է, անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է, նա մի քանի կետով ներկայացրեց իրավիճակը, ասելով, որ Միացյալ Նահանգները հարձակվելով Իրանի վրա ոչնչի չեն հասնի, եւ կետերից մեկը, երրորդ կետը, այն էր, որ այժմ մի շարք պետություններ, ряд государств, ասեց պատրաստ են փոխանցել միջուկային զենք Իրանին, ովքեր կարող են լինել այդ մի շարք պետությունները։ Մեկը բնականաբար Ռուսաստանն է, մյուսը Չինաստանն է, երրորդը Պակիստանն է, չորրորդն էլ Հյուսիսային Կորեան է։ Այսինքն ակնարկեց, որ մենք կօգնենք, որ կփոխանցենք, կամ մենք կփոխանցենք, չենք ասի մենք ենք փոխանցել բնականաբար, Իրանը կասի ես եմ ստեղծել այդ ռումբը, իմ ռումբն է դա, եւ ես իրավունք ունեմ ստեղծել ու պաշտպանվել, քանի որ դուք հարվածում եք իմ միջուկային օբյեկտներին եւ սպառնում եք ինձ միջուկային հարվածով։ Ուրեմն շատ հստակ ակնարկեց։ Երկու այս դռները, որ բացել է Ռուսաստանը, իմ կարծիքով նրա համար է բացել, որպեսզի Ուկրաինայում իր այդ պատերազմի համար զիջումներ կորզի Միացյալ Նահանգներից։ Այսինքն, եթե Թրամփը համաձայնվի կտրուկ խոշոր զիջումներ կատարել Ռուսաստանին, ամբողջությամբ հրաժարվի Ուկրաինային աջակցությունից, հայտարարի գործողություններ կատարի եւ ցույց տա, որ այդպես էլ շարունակվելու է, այդ դեպքում Ռուսաստանը չի օգնի Իրանին։ Բայց եթե չդիմեց այդպիսի կտրուկ հստակ վերահսկելի միջոցառումների, այդ դեպքում կօգնի։ Անպայման չի օգնի միջուկային զենքով, կարող է օգնել եւ ամեն Իրանին հենց դա էլ պետք է։ Հակաօդային պաշտպանության միջոցներով, դա է, որ պետք է Իրանին եւ իհարկե պետք է նաեւ հետախուզական ավելի ճշգրիտ տեղեկություններ, որոնք եւ Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են տրամադրել Իրանին։ Գուցե եւ ինչ որ չափով տրամադրում են, գուցե չեն տրամադրում, չգիտենք։ Այդ մասին 100%-ով ոչ ոք էլ չգիտի։ Համենայն դեպս օգնությունը Ռուսաստանից կարող է գալ, ասացի ինչ պայմաններում, օգնություն կարող է գալ Պակիստանից, որը նույնպես անհանգստացած է, որ Իրանին եթե կարողացան ոչնչացնել, ապա հաջորդը ինքը կարող է լինել, քանի որ նույնպես շատ խիստ տրամադրված է Իսրայելի դեմ եւ ունի Հնդկաստանի պես մի ախոյան,
որը դաշնակից է վաղուց Իսրայելի հետ։ Եվ ահա այստեղ Պակիստանը շատ անհանգստացած է։ Եվ կարող է օգնել Չինաստանը, որի հետ կնքել է դեռևս 2020 թվականին, ուրեմն Իրանը եւ Չինաստանը կնքեցին 25 տարվա ռազմավարական դաշնության մի պայմանագիր։ Իրանը մատակարարում է Չինաստանին մեծ քանակությամբ նավթ, եթե չեմ սխալվում, շուրջ 10 թե գուցե 15%-ի չափով Չինաստանի ներկրող նավթը մատակարարում է հենց Իրանը։ Մյուս մասը, որը ստանում է Իրանը, մեծ զգալի մաս, ստանում է այդ նույն Հորմուզի նեղուցով Պարսից ծոցի մյուս նավթարդյունահանող երկրներից։ Եվ Չինաստանը նույնպես կարող է այստեղ որոշակի գործողությունների դիմել եւ օգնել Իրանին դարձյալ հոպի միջոցներով, հետախուզական կայանքների միջոցներով եւ այլն, տարբեր հարցեր կարող են լինել ռազմական այս հակամարտության մեջ։ Իհարկե Հյուսիսային Կորեան չի բացառվում, որ ինչ որ ձևով նույնպես կարողանա օգնել, ինչ որ ձևով հասցնել այդ օգնությունը, պայմանավորվելով գուցե հենց նույն Պակիստանի հետ եւ Չինաստանի հետ, որ նրանք, քանի որ Պակիստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ, հասցնեն այդ օգնությունը հենց Իրանին։ Այսինքն Իրանը դեռևս ունի շատ լուրջ խաղաքարտեր, որոնց մասին արևմտյան այդ ռոպագանդիստական միջոցները չեն խոսում սովորաբար։ Այդ հարցը անընդհատ ներկայացվում է, ահա տեսեք, Իսրայելը խփեց։ Այդպես խփում էին նաև, ասացի, Աֆղանստանում եւ վերջում ոչնչի չհասան, Թալիբանը վերցրեց ամբողջությամբ Աֆղանստանը իր վերահսկողության տակ։ Ահա այսպիսի մի իրավիճակ է, պետք է շատ ուշադիր հետևել այս ամեն ինչին։ Իհարկե ցանկալի է, որ Հայաստանում մենք ունենայինք ազգային նվիրյալ իշխանություն, որը հենց հիմա կմոբիլիզացներ մեր ժողովրդին, շատ ավելի լուրջ քաղաքացիական պաշտպանության միջոցներ կստեղծվեին, աշխարհազորային, բազմիցս 1000 անգամ ասել ենք, աշխարհազորային ջոկատներ կստեղծվեին բոլոր գյուղերում եւ քաղաքի բոլոր թաղամասերում, քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Երևանի, այդ ամեն ինչը անհրաժեշտություն է, այսինքն պետք է կառուցվեր ազգ բանակ մոդելով Հայաստան պետությունը, որ հնարավորություն ունենար այս ծանր պայմաններում, եթե հանկարծ Ադրբեջանի կողմից տեղի ունենար հարձակում, դիմադրել յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր սարի համար կռիվ տար, յուրաքանչյուր քաղաքի մատույցներում կարողանար դիմակայել թշնամու, եթե նա այնտեղ ներխուժեր կամ իր կանոնավոր զորքով կամ իր հատուկ ջոկատայինների միջոցով։ Չունենք այդպիսի պետություն ցավոք սրտի, ուրեմն պետք է մտածենք ինքներս ել ինչպես կարող ենք ուրեմն մոբիլիզացվել ամենուր, նաև հասնենք նրան, որ մի օր մեր պետությունը կարողանա ինքը հոգա ահա այս բոլոր հարցերի մասին։ Երևի այսքանով այսօր սահմանափակվեմ, շնորհակալություն, իրադարձությունները ամեն օր նոր ուրեմն ընթացք են ստանում եւ կարող է 1 ժամ հետո այնպիսի մի դեպք տեղի ունենալ, օրինակ կարող է Իրանը հայտարարել, ասել ես միջուկային զենք եմ ստեղծել, որ անմիջապես տարածաշրջանի ուրեմն այս դրվածքը փոխվեր։ Տեսնենք, հետևենք, վերլուծենք։ Շնորհակալություն։